Կապված է զինվորական ծառայությունից իբրև թե խուսափած անձնավորությանը, որոնց վերաբերյալ համապատասխանորեն հարուցվել էր քրեական գործ Երևան քաղաքի 4-րդ գազօրային քննչական բաժնում։ Գործի ընթացքում իմ միջնորդությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները համապատասխանաբար երկու եզրակացություն, երկու եղբոր վերաբերյալ Հրաչյա Ավետիսյանի եւ Մերուժան Ավետիսյանի վերաբերյալ եկել են դրական, այսինքն դրական պաշտպանական կողմի համար օբյեկտիվ եզրակացություններ, ըստ որի երկու անձինք էլ դեռևս 2015 թվականին պիտանի չէին զինվորական ծառայության համար եւ ներկայումս էլ ենթակա չեն զորակոչման եւ պիտանի չեն զինվորական ծառայության համար։ Նույն գործի շրջանակներում առաջին փորձաքննությունից հետո վարույթ իրականացնող մարմինը քննիչը միջնորդություններ ներկայացրել դատախազություն կայազորի Երևան քաղաքի, որ քրեական գործի վարույթը կարճվեր եւ քրեական հետապնդումը դադարեցվեր։ Բայց այս անհայտ պատճառներով դատախազության համակարգը, զինվորական դատախազությունը մասնավորապես, ինչ որ շշուկների, իրանց ինչ որ խմբային շահից ելնելով քննիչի միջնորդությունը մերժում են։ Իրանց կասկածամիտ վարքագծով պայմանավորված նշանակում են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն հանձնարարելով բյուրոյին։ Բյուրոյի փորձագետների կողմից կրկին տրվում է համապատասխան դատաբժշկական եզրակացություններ, ըստ որի երկու անձինք էլ, թե Հրաչյա Ավետիսյանը, թե Մերուժան Ավետիսյանը ենթակա չեն զինվորական ծառայության։ Դրա վերաբերյալ նաև որպես վերջնական եզրակացություն ծառայությանը պիտանի են թե չէ։ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով գոյություն ունի, որը ըստ եզրակացության վերջնական արդյունքների տվել են նույն եզրակացությունները երկու դեպքում էլ, որ անձինք ենթակա չեն զինվորական ծառայության եւ պիտանի չեն ներկայումս էլ նախկինում էլ նաեւ վարժական զորահավաքների կանչման ենթակա չեն։ Այս պարագայում մի դեպքում Հրաչյա Ավետիսյանի դեպքում 4-րդ գազօրային քննչական բաժինը դատախազի ցուցումով քրեական գործի վարույթը ավարտեցին եւ գտնում են, որ ապօրինի կերպով ուղարկեցին դատարան հետագա քննությունը դատարանում շարունակելու համար, այսինքն անձին փորձում են դատապարտել մի արարքի համար, փաստացի որ նա չի կատարել, այսինքն պիտանի չլինելով զինծառայությանը անձը ենթակա չէր քրեական պատասխանատվության, բայց ներկայիս զինվորական դատախազությունը իրենց հարազատ դարձած վարքագծով փորձում են անհիմն եւ ապօրինի դատապարտել։ Եվ այդ ամեն ինչը իրանք ծանրաբեռնում են այս ամենով դատարաններին էլ։ Հուսանք, որ դատարանը երևի կմբռնի այս ամեն ինչը եւ հենց գործի նյութերից ակնհայտորեն կայացնի օբյեկտիվ դատական ակտ։ Ես գտնում եմ, որ նույնիսկ նախնական դատալսումների ժամանակ սուրին քրեական գործը, Ավետիսյան Հրաչյայի վերաբերյալ քրեական գործը ենթակա կարճման։ Այսինքն մի դեպքում մի եղբոր գործը կարճվել է։ Չի կարճվել։ Երկրորդ եղբորի վերաբերյալ մեկը դատարանում է, մյուսինը Մերուժան Ավետիսյանին է, որը ավելի պայծառ զավեշտի դաշտից է, դատախազությունը հետևյալ կերպ արվեց։ Օգոստոսի 13-ը մինչև 2025 թվականի որևիցե գործողություն նրանց կողմից չի կատարվել։ Օգոստոսի 13-ին որոշում է կայացնում եռակի, իրանք անվանում են կրկնակի, բայց արդեն երրորդ, իբրև թե դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Այդ փորձաքննությունը քննիչը որոշում է հանձնարարել առողջապահության նախարարության համապատասխան փորձագետներին, բառացի տառացի որոշման մեջ այդպես էլ նշված է։ Եվ կասեցնում են քրեական գործի վարույթը, բայց այդ կասեցման վերաբերյալ մեզ հայտնի է դառնում միայն այն պայմաններում, երբ որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետն արդեն անցած է լինում սեպտեմբերի 6-ին 2025 թվականի։ Սեպտեմբերի 5-ին ես միջնորդություն եմ ներկայացնում վարույթ իրականացնող մարմնին եւ հսկող դատախազին քրեական վարույթը վաղեմության քրեական հետապնդման վաղեմությունն անցնելու ուժով կարճելու, այսինքն արդարացման հիմքով։ Դրան ի պատասխան սեպտեմբերի 10-ին ես նոր ստանում եմ վարույթը կասեցնելու օգոստոսի 13-ի որոշումը, որը որ քրեական դատավարության օրենսգրքի 194 հոդվածի համաձայն քննիչի պարտականություններ անհապաղ տրամադրել կողմին, քանի որ այն ենթակա է բողոքարկման թե վերադարձ դատախազին, թե հետագայում դատախազի որոշումից հետո դատական կարգով այդ միջանկյալ դատական ակտը։ Իրանք պարզ պատճառներով չէին արել, որպեսզի բողոքարկումը պատշաճորեն հնարավորինս երկարաձգվեր։ Դատախազը իր այդ կասեցման որոշմամբ Մերուժան Ավետիսյանի պահով որոշում է կասեցնել, քանի որ ըստ իրենց մինչև փորձագետի համապատասխան եզրակացություն ստանալը հնարավոր չէր որոշել սույն քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է շարունակելու թե դադարեցնելու։
Ընդունեցինք ինչ որտեղ։ Ճիշտ է, ես այդ բողոքարկել եմ, դատախազը մերժել է, ներկայումս գործը գտնվում է դատարանում։ Միջանկյալ դատական ակտի բողոքարկման դատախազի անգործության պայմաններում։ Չստանալով սակայն այդ փորձագետի եզրակացությունը, մինչև օրս փորձագետի եզրակացություն չի ստացել եւ չի իրականացվել փորձաքննություն։ Քանի որ առաջինը, ինչպես նշեցի, առողջապահության նախարարությունը իր համապատասխան գրությունով վարույթ իրականացնող մարմնին պատասխանել էր, որ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ոչ բյուրո, ոչ ՊՈՒԱԿ, ոչ դատաբժշկական փորձագիտությունների կենտրոն եւ առաջարկել էր վարույթ իրականացնող մարմնին պատշաճ մարմնին դիմել համապատասխան փորձագետ տրամադրելու եւ փորձաքննությունը անցկացնելու պահանջով։ Դրանով պայմանավորված, որ բնականաբար փորձաքննությունը չիրականացվեց, մինչ օրս այդ փորձաքննությունը չի իրականացվում, չնայած մենք ուղեգրեր արդեն վերցրել ենք։ Ի վերջո իրանք ուղարկեցին այդ փորձաքննության կատարումը հանձնեցին այն հիմնարկությանը, որի եզրակացությունը իրանք դրել էին կասկածի տակ։ Կրկին դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն, որը որ դրել էին իրանք կասկածի տակ, բացառելով այդ փորձագետներին, բայց մինչև հիմա, մինչ օրս ուղեգրերը ունենք, բայց ռեալ փորձագետ ըստ էության չունենք։ Մենք նույնիսկ մեզ չի ծանոթացրել քննիչը, փորձագետների անձը տվյալները հայտնի չի, որ օգտվելով մեր իրավունքից կարողանանք ենթադրենք բացառք հայտնելու կամ մեր հարցերն էինք առաջադրելու։ Ուշագրավ է հենց իրենց որոշման մեջ այս ամենը փորձաքննությունների շարանը, անիմն փորձաքննությունների շարանը, իրանք հետևյալ կերպ են մեկնաբանում, որ դատախազի որոշումից, որ մերժել էր Կաշման միջնորդությունը քննիչի, նշել է, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ թե Հրաչյա Ավետիսյանը, թե Մերուժան Ավետիսյանը չհանդիսանալով բժիշկ կամ բժշկական ոլորտի մասնագետներ, առողջական խնդիրներ ունենալու պարագայում դիմել են MRT հետազոտությունների եւ բժիշկի, այսինքն դատախազության, այդ տվյալ դատախազի տրամաբանությունից դուրս է այդ ասվածը, որ եթե անձը վատառողջ է եւ դիմում է եւ բժիշկ չի, ուրեմն MRT հետազոտություն կամ ԿՏ հետազոտություն պետք է չպետք է անցնի։ Դա շատ ուշագրավ հանգամանք է։ Այս եւ այդ ամբողջ որոշումը եթե բառացի ընթերցենք, շատ ուշագրավ է դառնում այն հանգամանքը, թե տվյալ դատախազին ով է ուշագրավորեն համապատասխան ատեստացիա անցկացրել, հա, եւ դատախազ նշանակել։ Ես նույնիսկ իմ Facebook-ում էջում էլ որոշ ժամանակ առաջ դիմել էի Տիկին Վարդապետյանին, որպեսզի զինվորական դատախազության համակարգում համապատասխան փոփոխությունների անդրադառնա այս չարաշահումների եւ ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ, սակայն բնականաբար որից արձագանք գլխավոր դատախազության կողմից ես չտեսա։ Մեծ հաշվով չէի ակնկալում, բայց գոնե հիմա ակնկալում եմ այս ամենը լսելուց հետո եւ համապատասխան փաստական հանգամանքները ցանկացած դեպքում ես կարող եմ տրամադրել, որ ակնհայտ է դառնում դատախազության, զինվորական դատախազության կողմից թե խմբային շահ են հետապնդում, թե ինչ շահ են հետապնդում, դա արդեն իրենց խնդիրն է, թող դատախազությունը իրենց համակարգում համապատասխան ստուգումներ նշանակի, ծառայական քննություններ նշանակի եւ բարձր այդ, որտեվ իրենք սովոր են, հա, կոռուպցիա ասելով մատի փաթաթան դարձած անձանց իրավունքները ոտնահարել, բայց կոռուպցիան միայն այն չէ, որ ինչ որ մեկին գումար է տալիս համապատասխանաբար գործողություն օգտին կատարելու կամ չկատարելու, այլ կոռուպցիան հենց սա է, որ ինչ որ խմբային շահից ելնելով գործողություններ չեն կատարում, անձի իրավունքները ոտնահարում են, չունենալով օրենքով նախատեսված դրա վերաբերյալ որևէ հիմքեր։ Եթե գնանք դատախազության տրամաբանությանն, որ վայ այս փորձագետին, այն փորձագետին, այս բժիշկին, այն բժիշկին, հա կաշառեցին, դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետությունում ինչքան բժիշկ կա, ինչքան փորձագետ կա, այս երկու երեխեքը կաշառելով շարժվել են առաջ, նման բան չկա, չի կարող լինի։ Կամ եթե նման բան կար, այդ համապատասխան թող օպերատիվ հետախուզական կամ վարույթային գործողություններ անեն, վարույթներ հարուցեն, մեղավոր անձանց պատժեին։ Դա էլ չկա, որտեղ նման բան չկա, իրանք ման են գալիս մուս սենյակում, սև կատու, որը որ այդ սենյակում չի եղել, չէր կարող լինել։ Եվ շարունակում են։ Հուսանք, որ գոնե Մերուժան Ավետիսյանի պարագայում գործը չի հասնի առաջացան ընդհանուր կարգով քննության, այլ մեր միջանկյալ բողոքարկված դատական ակտով կպարտավորվի, որ քրեական հետապնդումը դադարեցվի եւ վարույթը կարճվի, որը որ գտնում եմ միանշանակ օբյեկտիվ է եւ այլ հանգամանքներ հետագա վարույթը շարունակելու գոյություն չունի։